Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, ես ձեզ ողջունում եմ FM 106 եւ 5 հաճախականությամբ կամ լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներում մենք սկսում ենք Modus Vivendi հաղորդաշարը, հիշեցնեմ, սա դիվանագետ Արա Պապյանի հեղինակային հաղորդաշարն է։ Տեսակապով ենք կապնվել պարոն Պապյանի հետ, ողջույն պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Այդ իրադարձությունը տեղի ունեցավ, պարոն Պապյան։ Միացյալ Նահանգների երկրորդ պաշտոնյան ժամանեց Հայաստան, հայտարարություններ եղան, ստորագրվեցին փաստաթղթեր, ձեր տպավորությունները։ Կարող եմ ասել հետեւյալը, որ ինքնին այցը խիստ կարևոր էր եւ գնահատելի, արդյունքները իհարկե կարող էին լինել շատ ավելին, մենք դանդեր կանդրադառնանք նաեւ ավելի մանրամասների մեջ, կանդրադառնանք, բայց սա պիտի ասել, որ նոր հնարավորությունների դուռ է բացում։ Հիմա ով ավելի կկարողանա այս նոր հնարավորություններից ավելի շատ օգտվել Հայաստանը թե Ադրբեջանը, առաջիկա տարիները 1-2 տարին դա ցույց կտան։ Պարոն Պապյան, երկար քննարկում կար, թե որ օրակարգն էր ավելի լուրջ, Հայաստանում թե Ադրբեջանում։ Անծանոթ ռադիոլսողներին ասենք, որ Հայաստանից միանգամից Վենսը ժամանեց Բաքու, Հայաստան Վենսը եկել էր ընտանիքով, ամենայն հավանականությամբ Բաքու էլ, եւ իհարկե հերթականությունը այցերի, սկզբից Հայաստան, հետո Ադրբեջան, արդյոք դիվանագիտության մեջ դա ինչ-որ բան է նշանակում։ Գիտեք, անընդհատ փորձում են ինչ-որ բան տեսնել, բայց ըստ էության դա ինձ համար գոնե վատեր այն առումով, որ միանգամից ակնհայտ դարձավ, որ գերիների հարց եւ գերիներ Հայաստան բերելու հարց չի լինելու, որովհետեւ եթե լիներ Ադրբեջան-Հայաստան, ինչ որ ձև տրամաբանությունը կար, իսկ երբ որ գալիս է Հայաստան-Ադրբեջան, նշանակում է ինքը նորից չէր վերադառնալու, վայրեջ չէր կատարելու Հայաստան եւ չէր իջեցնելու։ Դա ինքնին վատ էր։ Ես կարծում եմ, սա տեղի է ունեցել աշխարհագրական եւ լատինա կամ անգլիական այբուբենի հերթականության հիման վրա, որևէ առանձնապես բան չեմ տեսնում դրա մեջ, կարող լինել լրիվ հակառակ։ Իսկ որտեղ էր օրակարգը ավելի լուրջ, որտեղ Հայաստանում քննարկվեցին ատոմային, միջուկային էներգետիկայի հարցերը, կիսահաղորդիչների հարցերը եւ բարձր տեխնոլոգիաները ընդհանուր առմամբ, այսինքն արհեստական բանականության հետ կապ ունեցող տեխնոլոգիաները, մեզ մի դրոն ցուցադրեցին, անօթաչու սարք, որը մենք ձեռք ենք բերել, կարծես թե այդ մեկը չի, էլի կա Բաքվում էլ ինչքան ես հասկացա, ծովային նավատորմի հետ կապված ինչ-որ տեխնոլոգիաների պայմանագիր է։ Օրակարգը բնականաբար թելադրողը ոչ Ադրբեջանն էր, ոչ Հայաստան, այլ Միացյալ Նահանգները։ Հետևաբար նրանք ամեն երկրում քննարկում էին այն, ինչ իրենց ձեռնատու էր եւ պետք էր։ Հետևաբար առանձնապես այստեղ մեծ տարբերություն չկա եւ օրինակի համար, երբ որ դուք ասում եք ատոմային, միջուկային, ատոմականի, չգիտեմ, հարց քննարկվեց եւ այլն, հա, բայց գիտեք ինչ փաստաթուղթ է ստորագրել, որը օրինակ վարչապետի պաշտոնական կայքում լրիվ սխալ վերնագրով էր գրած էր միջուկային համագործակցության վերաբերյալ խաղմիջուկի, այդպես բան չի ստորագրվել։ Ստորագրվել է դրա վերաբերյալ բանակցությունների ավարտի մասին հայտարարություն։ Դրանք երկու տարբեր բան են, դա պարզապես արձանագրությունն է, որ մենք բանակցեցինք, եկանք ինչ որ համաձայնության, իսկ ինչ համաձայնության եկան։ 50-ականներից դեռևս իվեր գոյություն ունի 123 agreement կոչեցյալը, համար 123 միգուցե, այսինքն համաձայնագիր, որը կարգավորում է միջուկային ոլորտում Միացյալ Նահանգների հարաբերությունները խաղաղ միջուկի հարցով տարբեր երկրների հետ։ Եվ դա ներկայացնել ինչ-որ մեծ ձեռքբերում բնավ պետք չի, որովհետև օրինակ Ղազախստանը վաղուց ունի նման ստորագրած, Ռուսաստանը ունի ստորագրած, Թուրքիան ունի ստորագրած, 40 երկիր ունեն դա ստորագրած։ Դա առանձնապես մի մեծ բան չի, դա պարզապես հնարավորություն է տալիս, կեզորացի հնարավորությունների դուռ է բացում, հնարավորությունների դուռ է բացում ամերիկյան ընկերություններին Հայաստանին վաճառելու, եւ սա ես ուզում եմ հատուկ շեշտել, վաճառելու որոշակի տեխնոլոգիաներ սարքել։ Առաջի փուլում նախատեսված է 5 միլիարդ դոլարի վաճառք, ել եմ ուզում շեշտել վաճառք տեխնոլոգիաների եւ սարքավորումների, երկրորդ փուլում 4 միլիարդ դոլարի վառելիքի եւ սպասարկման ծառայությունների վաճառք։ Սա է։
Այսինքն հիմա Ղազախստանը վաղուց ստորագրել է, դրան չի գնացել, որտեղ համարն է, որ իրանց ցերնատու չի։ Եվրոպական երկրները ունեն դա ստորագրած գրեթե բոլորը առանձին, որտեղ Եվրոհանձնաժողովը դա ստորագրված, Կանադան ունի դեռ 50-ականները ստորագրած, բայց ինքը գնաց իր ճանապարհով։ Եվ այստեղ ես հիմա գալիս ենք մանրամասն, ասում եմ, որ ասում եմ կարևորը թե պիտի տեսնենք, չէ, այս դրական է այս։ Դրական է, որ նոր ատոմային կառուցելու մասին է խոսքը, բայց արդյոք օրինակ հիմա տվյալ ռեակտորը, տվյալ մոդուլային հենց տիպի ատոմակայանն է մեզ համար ամենահարմարը, թե օրինակի համար ես դա մասին գրեցի, օրինակ կանադական դյուպիկ տիպի ռեակտորը աշխարհում միակը, որ ոչ հարստացված ուրանիումով է աշխատում, այսինքն թափոնները դառնում են արդեն իսկ վառելիք։ Իսկ մենք ունենք ժամանակին դեռևս մի 20 տարի առաջ 20 տոննայից ավել կուտակված թափոն, հիմա կարծում եմ շատ ավելի, որտեղ դրանց դուրս բերումը հնարավոր չէր օդային ճանապարհով, իսկ ցամաքային ճանապարհը փակ էր։ Հիմա միգուցե եւ ենթադրում եմ, որ այս երթուղին, որ ուզում են երկաթուղին ուզում են գործարկել, պատճառներից մեկը նաեւ է դա, որ այդ հումքը Ռուսաստան տանելու հարց կա, որտեղ տեսեք, ասենք դու կառուցում ես ատոմակայան, դա մի հարց է, 5 միլիարդ դրեցի, եթե ունես այդ էլ չեմ ասում պիտի հաշվարկես 1 միավոր այսօրվա վիճակով 1 մեգավատի օրինակ արտադրությունը քո վրա ինչ կնստի, բայց նաև այստեղ դու թափոնների խնդիր ունես լուծելու։ Իսկ եթե դու դյուպիկ պրոցեսով կառուցում ես ասենք կանադական էնդու ռեակտորների հիման վրա, դու արդեն առաջինը դու ունես այդ վառելիքը, երկրորդը դու վառելիքի խնդիր չունես, որովհետև քեզ յուրաքանչյուր կողմ $10,000  1 կիլոգրամի համար վճարում է, որպեսզի դու դա օգտագործես որպես վառելիք։ Եվ ժամանակին մեջ ճապոնացիք այդ առաջարկել են։ Այն ժամանակ ռուսների նստականներին թույլ չտվեցին։ Եվ ինչի են ճապոնացիք դա առաջարկում, որովհետև Ճապոնիայում օրենք կա ընդունված, որ իրենք նոր ատոմական չեն կարող կառուցել։ Իսկ հները գործում են, իսկ բոլոր պահոցները արդեն լիքն են։ Հիմա իրանք խնդիր ունեն, իրանք պատրաստ են փողը դնեն, միգուցե հիմա էլ հենց պետքա զբաղվել իմ ասածն է դա, որպեսզի ինչ որ մի երկիր, որը ունի այդ տեխնոլոգիաները եւ ունի փորձ, այստեղ շատ կարեւոր է Հայաստանի այս ատոմական ունենալը, ես նույն ամերիկացիների այդ ժամանակին, որտեղ ժամանակին Նյու Յորք եմ դրա համար մեկնել եւ ճապոնական Hitachi ու Marubeni ընկերությունների հետ բանակցել եմ, հենց այդ արդյոք իսկ ինչու Հայաստան, որտեղ ասել են Հայաստանն է որ ունի դա։ Ուրիշ մեկը տարածաշրջան, եթե նայեք, մենք նայում ենք օրենքի տեսանկյունից, կեն բաց այդ ատոմային տեխնոլոգիաներ Մարոկոից մինչև Ղազախստան միայն Հայաստան ունի, որևէ երկիր չունի, այսինքն չի ատոմական չունի, անգամ Իսրայելը, որը բոլորը գիտեն, որ ատոմային զենք, բայց պաշտոնապես հաստատված չի։ Հետևաբար իրանց ձեռ էր տալիս ներդրում անել Հայաստանում, կանադական տեխնոլոգիաները դնել, ես դրա համար դրա մեջ այսպես ասած ներառված, որպեսզի իրենք կարողանան շահարկեն, իսկ Hitachi-ն ու Marubeni-ն իրենք այն ժամանակ 90-ականներին ամեն մեկը $100 միլիարդ ավել ուներ տարեկան շրջանառություն։ Ասած հետեւյալն է, այո, լավ է որ ատոմական կառուցի, բայց պիտի նայենք արդյոք դա լավագույն տարբերական։ Նույնը վերաբերում է դրոններին։ Այո, լավ է որ մենք Ամերիկայից սկսում ենք ոչ մահաբեր, թեկուզ եւ ոչ մահաբեր զենք առնել, բայց արդյոք հենց այդ տեսակներ մեզ պետք, թե կարելի է շատ ավելի, այսինքն էժան, շատ ավելի մեծականակ կամ ընդհանրապես տեղական արտադրությանը զարգ տալ այդ առումով։ Պարոն Պապյան, երկու հատվածի է բաժանվում ընդհանուր առմամբ ըստ իս այս այցը։ Կա ինչ-որ գեոքաղաքական հատված, որի մասին էլի կխոսենք, բայց կուզեի նաև խոսեինք ներքաղաքական հատվածից։ Վենսի ելույթում ակնհայտ աջակցություն կար վարչապետին եւ գործող քաղաքական իշխանությանը եւ այդ իշխանության կուրսին։ Արդյոք մենք դրանից կարող ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգների ցանկալի թեկնածուն է։ Բազմաթիվ անգամներ իմ հանդիպումների ընթացքում Միացյալ Նահանգների տարբեր պաշտոնյաներ, գործող պաշտոնյաներ, այդ թվում պետ քարտուղարության, նաև պաշտոնաթող դեսպաններ, որոնք ներգրավված են տարբեր հետազոտական կենտրոններում, հայտնել են մոտավորապես հետևյալը, որ մենք գնում ենք չարյաց փոքրագույն տարբերակով։
Այո, մենք գիտենք ով է Նիկոլ Փաշինյանը, գիտենք իր բոլոր թերությունները, գիտենք իր այսպես ասած խախտումները, չգիտեմ օրենք, սահմանադրություն, բան, որտեղ այդ խոսակցությունների ժամանակ դու բարձ ես խոսում, այսպես դիվանագիտական բան չի։ Բայց դա չայրած փոքրագույնն է, որտեղ հակառակ բարակայի։ Հա, եւ ամենակարևորը այստեղ մեջ ասեմ ձեզ, Նիկոլ Փաշինյանը ունի համոզմունքներ։ Նիկոլ Փաշինյանը պատեհապաշտ է։ Եվ Նիկոլ Փաշինյանը երբ որ զգա ամերիկյան ազդեցության ուժեղացումը, ինքը թեքվի Ամերիկայի կողմը։ Իրենց կանխատեսումն եղավ։ Հիմա հիշում եք, չէ, այսինքն հիմա ինքը մոտ 80 անգամ գնացել Պուտինին հանդիպել է, հեսա էլի է գնում այսօր վաղը ինչ որ բան, այդ ամբողջը, բայց անք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի համար կարևորը իր պաշտոնն է, հետեւաբար նա թեկվել է նրա կողմում, ում որ իրան աջակցելու է։ Այդ աջակցությունը, որ ամենագեշ պահն էր այդ բանի մեջ, որտեվ դա այդքան չի օգնելու, որտեվ նրանք ովքեր որ Նիկոլին ձայն չեն տալու, հաստատ Վենսի ասելով էլի չեն տա, բայց դա առիթ տվեց եւ տեղին առիթ Միացյալ Նահանգներին մեղադրելու, միջամտելու ուրիշ երկրների ներքին գործերին, որտեղ մենք չենք ուզում, չէ՞ որ Մոսկվայից, Անկարայից, Բաքվից որևէ մեկը գա, երբ որ Ֆիդանը ասեց, օրինակ մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին, այդ չենք ուզում նման բան լինի։ Առավելևս չենք ուզում Մոսկվան անի, բայց նաև չենք ուզում, որ Վաշինգտոնն անի դա։ Գոնե տենց բացած չանի, այսինքն մենք հասկանում ենք փափուկ ուժի կիրառումը, հիմա ամեն մեկը ցույց տալով իջա։ Դրա համար այո, ես իմ նախորդ ելույթի ժամանակ էլ հենց ձեր հետ որ մենք ունենք հարցեր, ես ասացի, որ նա ունի այդ աջակցությունը դրսից, այսօր կա կոնսենսուս, որ ինքը ձեռնտալիս եւ Անկարային, եւ Բաքվին, եւ Մոսկվային, եւ որտեղ ինքը կատարում է բոլորի ուզածը։ Իսկ բոլոր գերեն դա, երբ որ այլ իրավիճակ ստեղծվի, այլ փուլ գա, այդ ժամանակ ինքը ոնց որ ասած չի բավարարի։ Տվյալ պահին, այո, ինքը ձեռնատու է բոլորին։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները գալիս են տարածաշրջան, պարոն Պապյան, այսինքն իրանք տարածաշրջանում են։ Արդյոք դա ավտոմատ նշանակում է Ռուսաստանի դուրս գալը տարածաշրջանից։ Թե կան ինչ-որ աշխարհագրական դիրքեր, որտեղ որ կա շահերի համընկնում նույն տարածքում եւ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստան։ Ռուսաստանը հիմա փորձում է իր շահերը համադրել Միացյալ Նահանգների հետ, չի կարող դիմակայել Միացյալ Նահանգների մուտքին եւ դրա համար այդ բոլոր հայտարարությունները, որ մենք թրիպում մասնակցություն բերենք, առանց մեզ չեք կարող, կամ մենք է որ պիտի երկաթուղին հայաստանյան ինչ որ հատվածներ նորոգենք, եթե իհարկե պիտի ընդլայնվի թրիպի ծրագիրը, կամ պատրաստակամությունը նորից ատոմականի վերաբերյալ եւ այլն, որտեւ այս նախնական պայմանավորվածությունը, սա դեռ նախնական, խիստ նախնական է, որտեղ անգամ մենք չենք ստորագրել շրջանակային փաստաթուղթ, այսինքն 1, 2, 3 կոչեցյալը դանը։ Սա ուղղակի բանակցությունները ավարտվել են, բայց գիտեք մենք քանի բանակցություններ ենք վարել ընդհանրապես նոր ատոմական կառուցելու վերաբերյալ էս 20-30 տարվա մեջ։ Առնվազն մի քանիսին ես եմ տեղյակ։ Հաստատ մի քանիսին էլ տեղյակ չեմ, այնպես որ դեռ սա բանակցություն էլ չի։ Հետևաբար բնականաբար այո, Ռուսաստանը փորձում է համադրել, որտեղ Ռուսաստան ունի երկու խնդիր։ Առաջ ինքը մտածում է, եւ դրա մասին մենք ասել ենք ազգային ժողովրդավարական բևեռ, Ռուսաստանը գնալու է։ Եվ եթե չեք ուզում, որ թուրքերը գան, պետք է ամեն ինչ անել, որ արևմուտքը մտնի, որտեղ չի կարա քաղաքական վարել։ Հիմա մտավ պարոն Պապյան, թե չէ ի վերջո։ Հիմա արվում են քայլեր, որի մեջ կան դրական նախանշումներ եւ բացասական։ Դրականը այն է, որ այո գալիս է ինքը փող նախագահի կերպարով այցը ցույց է տալիս, որ այո այդ հետաքրքրությունը կա, էլի հիմա ամեն դեպքում ամեն երկիր չեն գնում եւ այդ հարցերը այդ կա եւ այս ուղակի բանակցություն եւ նաեւ թույլտվությունը Nvidia-ին Հայաստանում այդ ներդրումներն աներ Firebird-ի միջոցով եւ այլն։ Ի վերջո այդ բանակցությունները եւ այդ ծրագրերը կային վաղուց, դա Վենսի այցի հետ կապ չուներ, բայց առանց ամերիկյան իշխանությունների բարյացկամ վերաբերմունքի, գիտենք, այնտեղ էքսպորտ կոնտրոլ ասկացությունը գոյություն ունի, ամեն տեսակի տեխնոլոգիա ամեն մեկին չէ կարող ցակել, եւ սա թույլ է տալի, ճիշտ է, դա չիպերի գործարան չի, ոնց որ ուզում են ցույց տալ, այսպես ուռճաստ, դա այսպես ասած big data center է, որը շատ էլի կարեւոր է, եւ ոնց որ թե աշխարհի 5 մեծագույններից մեկը դիլնի եւ տարածաշրջանում շատ մեծ դեր ունի, դրա համար Ալիևը հիմա ուզում է դրան հակակշիռ Իսրայելի հետ ինչ որ բանակցությունների գնա, արհեստական բանակցությունների եւ այլ, դա շատ կարեւոր է։
բանը։ Հիմա այդ քայլերը կա։ Հիմա հարցը հետեւյալն է, ընթացքը շատ ես դրա համար կախում կունենա այդ հնարավորությունից ոնց ենք օգտվելու։ Եթե այս թրիփ կոչեցյալը միայն սահմանափակվելու է այս 42 կիլոմետրով եւ գալու է Նախիջևան, Նախիջևանից անցնելու է Իգդիր եւ Իգդիրով այդ նոր երկաթուղով հասնի Կարց, այսինքն Հայաստանին պիտի շրջանցեն։ Այդ դեպքում Հայաստանը առանձնապես դանդի բան չի ստանում, բացի այն, որ այո, կա որոշակի անվտանգության զգացողություն եմ ասում, դե ոչ թե ասենյական, որ լավ է, գոնե այս մի երկու տարին չեն արձակվի։ Իհարկե, եթե Ադրբեջանը որոշեց արձակվեց, այդ որ ասում են տնտեսական հարաբերությունները կզսպի եւ այլն, ռուս-ուկրաինական պատերազմը զսպի տնտեսական հարաբերություն։ Աշխարհում երևի երկու երկիր չկան, որոնք այդքան տնտեսական պատմական, բարոյահոգեբանական, լեզվական ընդհանրություն ուկրաինացիք եւ ռուսները, Ուկրաինան իրականում հենց այդ դարձավ պատերազմի պատճառ մեծ հաշվով։ Այնպես որ ասել, նույնը եղել է միշտ է եղել։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, երկրորդից առաջ հայ-ադրբեջանական, եթե որևէ մեկին թվում է, որ հայկական ՍՍ եւ ադրբեջանական ՍՍ չունեին տնտեսական հարաբերություններ, սխալվում է։ Չափից ավելի սերտ է։ Անկամ մենք թթխմոր այդ ժամանակ Ադրբեջանից էինք ստանում, Սումգայիթից էինք ստանում։ Իսկ մենք հաց չէինք կարող թխել, եթե Ադրբեջանը այդ խմորը չգար եւ այդ նույն ազոտներ գալիս բանի համար մեր պոլիվինիլացիա եւ այլն։ Հսկայական այդ բանը կար, դե ՍՍ-ն միասնական տնտեսություն էր։ Այդ ամբողջը հասկանալի է։ Հիմա եթե իսկ թուրքերը գնում են դրան, որ Հայաստան էլի պահեն մեր կուսացած։ Այո, Նիկոլ Փաշինյանն ու ԿՊ-ն ուզում են ներկայացնել, որ այս ծրագիրը ապա շրջափակում է Հայաստանին։ Այս ծրագիրը իր մեջ ունի սաղմ դրան հասնելու, բայց Ադրբեջանն ու Թուրքիան հաստատ դրան չեն ձգտում, որտեղ ձգտողը 2.8 միլիարդ դոլար տվյալ դեպքում Թուրքիան փող պարկ չեր վերցնի կառուցելու համար Իգդիր Կարս երկաթուղին, երբ որ կա Երաս Գյումրի Կարս երկաթուղին, եւ իրենք նաև տեսեք այս հարցը, օրինակ Հյուսիսից եկող երկաթուղին Իջևանից Ղազախ Իջևան, այնտեղ մի հատված կա, մինչև Իջևան հատվածը ավիրված է, ժամանակին դեռ ոչ միայն պատերազմի հետևանքով է քանդվել, այլ այնտեղ բան է եղել, քարաթափում է եղել, փակել է, հա, այսինքն հիմա էլի էսել ռուսների ծերն է, ով է նորոգելու այդ հատվածը։ Եթե այդ հատվածը նորոգվեց եւ Ադրբեջանից այդ հատվածով երկաթուղի մտավ Հայաստան, այդ ուրիշ բան է։ Իսկ եթե օգտագործվելու է այն ճանապարհը, որ պիտի գնա ինչպես հիմա է օգտագործում Վրաստան, Վրաստանով Հայաստան, հենա առաջ էլ էր գալիս։ Այդ ծեր, այսինքն նոր բան չկա։ Այսինքն միայն փաստաթղթավորումն ու արտաքին պիտակավորումն է փոխվում, բայց բանի առումով, կիլոմետրաժի առումով, իսկ տեղափոխման գինը կիլոմետր տոննայով է պայմանավորված, հա, չի փոխվում։ Այնպես որ կրկնում եմ ամենասկն ասածը, որ սա հնարավորությունների դուռ է բացում, ապագան ցույց կտա, թող ինչքանով կարողանա օգտվել։ Ես լուրջ կասկածներ ունեմ, որ այս մրցավազքում մենք Ադրբեջանի հետ հաղթող կլինենք, Ադրբեջանի նկատմամբ, որովհետև իրենք շատ ավելի արդյունավետ են աշխատում, շատ ավելի միջոցներ ունեն եւ այն սահմանափակումները, որոնք դրված է հիմա դուրս են գալի, որովհետև երբեք Ամերիկա ադրբեջանական հարաբերությունները այսպեսին չեն եղել։ Մենք գոնե ունեցել ենք դա շնորհիվ Սփյուռքի եւ այլն, բայց հիմա իրենք այնտեղ ստորագրեցին այդ ստրատեգիական համագործակցության մասին այդ փաստաթուղթը եւ այլն, որը մենք ունենք ստորագրած եւ այլն։ Հիմա իրենք ամեն ինչ անելու են 907-րդ բանաձևը չեղարկելու համար, ամբողջությամբ պարոն Պապյան, ինձ թվում է չեղարկվել։ Չէ։ Դա օրենք է, դա այս է խնդիրը, որ մենք դեռ հնարավորություն ունենք սա պահելու, որովհետև օրենքը կարող է չեղարկվի միայն կոնգրեսի կողմից, այսինքն ամբողջ սենատ եւ ներկայացուցիչների պալատ, որտեղ սա օրենքի մակարդակով է, որտեղ ժամանակին երբ որ 907 ուզում էին մտցնել, էլի գործադիրը առանձնապես չէր ուզում։ Դա արվեց հաղթահարելով գործադիրի, այսպես ասած, օրենսդրական արգելքները կա։ Հիմա այս նույն հարցը հետեւյալն է, որովհետև երբ որ Ադրբեջանը ստանա հնարավորություն ուղղակի գնումներ կատարելու, դա տեղի կունենա ինչ որ տեղի ունեցավ։ Այստեղ այդ կացերների խնդիրը չի, այդ կացերները դա բան է։ Իրանի դեմ ուղղված խնդիրը հասկանալի է, դա մեր դեմ չի։ Եվ օրինակ վերջի պայմանագիրը Սլովակիայի հետ
Ադրբեջանի 250 միլիոն դոլարի, կրկնում եմ, 250 միլիոն դոլարի ականանետներ, ասած մինամյոտներ գնել, դրանք շատ ավելի վտանգավոր են, հասկանում եք, չէ՞, դա մի քանի 100, եթե ոչ մի քանի հազար ականանետ է եւ դա լեռնային պայմաններում խիստ վտանգավոր զենք, այդ թռիչքի հնարավորությամբ սարերի վրայով ծածկ չունեցող խրամատների եւ այլն այս ամբողջը իրենք պատրաստվում են միևնույն պատերազմին, իրենք պատրաստվում են նաեւ այլ մեծ փոփոխությունների։ Ալիևը մտել է, ոնց որ ասում են, վաբանկ, եւ այստեղ պատահական չէր, որ նույն Վենսը նշեց, որ Ալիևը միակն է Թրամփից հետո, որ հավասարապես լավ հարաբերություններ ունի եւ Անկարայի եւ նույնք ասեց Նաթանյահուի եւ Էրդողանի հետ, որ այդպես է, որտեղ այդ հարաբերությունները որ տեղել անձնական են, ինքը միգուցե խուսափեց մայրաքաղաքի աննշելու համար, որտեղ Իսրայելի ինչպես է Թել Ավիվ, Երուսաղեմ, այդ մի քիչ նրանցից մեկը կնեղանա։ Հիմա դրա համար ընդհանրապես այսպես ասենք, սա որոշակի ժամանակահատված է մեզ տալու, որտեղ այս 2-3 տարին, այո, մենք մի քիչ ազատ շնչելու, ազատ ասել են նկատեմ հնարավորություններ ունենք, օրինակ զարգացնելու նույն դրոնները։ Եվ որտեղ եթե մենք դրոնները միայն գնումներով անենք, ինչպես զենքի այլ տեսակներ եւ տեղական արտադրություն չունենանք, Հայաստանի նման երկիր, այսինքն ազատ ելք չունեցող երկիրը դեպի ծովեր, ընդհանրապես ցանկացած երկարատև պատերազմի պարագային, իսկ հիմա մեկ շաբաթից ավել տևող պատերազմը արդեն երկարատև է դառնում, օրինակ 12 օրվա պատերազմը Իսրայելա իրանական, դա արդեն գնացում է երկարատև, որտեղ նման բան չէին նախատեսել, մեզ համար բնավ ցանկալի չի։ Հիմա այս դրոնների արդյունքը իհարկե սա հնարավորությունն է, ոնց որ ասած հարաբերություններն ալ, թեև եթե նայեք տեխնիկական տվյալները, այս դրոնները մի բանի պետք չեն, այսպես որ խոսանք։ 90 կիլոմետր արագությամբ, ընդամենը, որը շատ դանդաղ է։ Հիմա ասենք ինքը ուղղահայաց թռիչքով է, հիմա ասենք բոլորն էլ ուղղահայաց են, դա լիքն է։ Ամենավատը գիտեք որն է։ Այս դրոնները ներքին արման շարժիչով են։ Իսկ ներքին արման շարժիչով նշանակում է ցանկացած պեզերք, այսինքն ձերքի հակա տականում է, այո, ինքը ջերմություն ունի։ Այսինքն դու կարաս $15,000 սարքով առնվազն 500,000 դոլար դրոնը անել։ Ես այստեղ, ինչպես շատերը տեսակեց հայտնեցին, որ այս դրոնների նպատակը ոչ այդքան եւ ոչ միայն Հայաստանի հետախուզական հնարավորությունները ավելացնելու համար են։ Առայժմ այսպես դիվանագիտորեն ասենք, այո։ Այո։ Մի այցել տեղի ունեցավ, որը մենք չենք քննարկել, պարոն Պապյան։ Ալեն Սիմոնյանն էր Մոսկվա գնացել։ Մենք երևի ունենք, պարոն Պապյան, մի 7 րոպե կհասցնենք դրա մասին խոսել։ Այո։ Լավրովի հետ հանդիպում տեղի ունեցավ, նաև Մատվիենկոյի հետ հանդիպում տեղի ունեցավ։ Գիտեք, տպավորություն կա, որ ռուսները չեն նկատում Միացյալ Նահանգների հետ մեր բանակցությունները եւ ստորագրած փաստաթղթերը։ Այսինքն իրանց մի փոքր անհանգստացնում են, որ մենք Եվրոմիություն ենք գնացել եւ այլն, բայց նրա մասին, որ Վենսն է գալու, այդպես ինչ-որ խոսակցություն չկա, եւ ռուսները խորը համոզված են, որ 20 թվի պայմանավորվածությունները այլընտրանք չունեն տարածաշրջանում։ Բայց այդ 20 թվի պայմանավորվածություններից ոչինչ չի մնացել։ Ի վերջո ո՞նց է տենց ստացվում, իրանք չգիտեն, չեն հասկանում, թե հասկանում են ձեռ չի տալի, այսինքն ինչ իմաստը որն է խոսել 20 թվի պայմանավորվածությունների մասին։ Ես կարծում եմ ձեր ասած երկրորդ միտքն այն է, որ իրանք ձեռ չի տալիս։ Իրենք հասկանում են, որ Թրամփը այս հարցում անձնապես է շահագրգռված։ Ինքը ուզում է ցույց տա, որ տեսեք, ես լավ բան եմ արել, որ success story, պատերազմ եմ կանգնեցրել, ես լավ բաներ եմ անում եւ գնալ այդ հարցում, ասենք երեխայի ձեռքից վերցնել նրա սիրելի խաղալիքը չեն ուզում։ Երեխան կարող է լաց լինի, քացով տա, գոռաս, եւ այլն։ Իրանց պետք չի։ Առավել եւս դեռևս առանձնապես մի բան տեղի չունեցել, կրկնում եմ։
Մենք անգամ Ամերիկայի չենք ստորագրել այդ շրջանակային փաստաթուղթը, որը 40-ից ավել երկր։ Մենք ստորագրել ենք դրա վերաբերյալ բանակցությունների ավարտի փաստաթուղթը։ Դեռ հələ երբ ստորագրենք, երբ դա ուժի մեջ կմտնի, դա վավերացում է պետք, երբ դրանից արդյունքներ կգրանք, հասկանում են ժամանակում։ Եվրոմիության դեմ իրանք կարող են խոսալ։ Իրանք արդեն Ուկրաինայի հարցով այնքան են տվել իրար Եվրոմիության երկրների հետ։ Ոնց որ ասած, թրջվածը ջուրն ընկածը անձրևից չի վախենում։ Մի քիչ էլ կպատասխանեն, մի քիչ էլ կլավացնեն, հարց չկա, սա մեր։ Մյուսը նայա իրենք լավ են հասկանում, որ այս իշխանությունները բավականին խոցելի են եւ խոցել են իրենց պատճառով, իրենց ստախոսությունների պատճառով, իրենց խոստումները չկատարելու պատճառով, այսինքն կոռուպցիայի դեմ պայքար էին ասում, ուրա առ այսօր որևէ կոռուպցիոներ բանտում չի, որևէ մեկը չկա 7 տարվա մեջ անընդհատ ասում են նախկինները հանցագործային թալան չեն, հանցագործի տեղը որ դոլժեցի ձեզ ծյուրմ է, հանցագործի բանտում, եթե չեք նստած հանցակից է, այսինքն դուք գիտեք որ հանցագործ են, դուք գիտեք որ թալանել են, բայց ունենալով պարտավորություն, որտեղ մենք ձեզ աշխատավարձ ենք տալիս, որ դուք ոնց որ ասած հանցագործ բանտում նստած, չեք նստածնում։ Այդ բոլորը կորցրել է։ Դրա մտածում եմ իսկ ինչու ոչ, դիմաց ընտրություններ են եւ եկեք փորձենք մեր բոլոր հնարավորություններով այստեղ իշխանապողություն անել։ Իսկ բոլոր հնարավորությունները շատ լայն են։ Ես չեմ ասում որ իրանք զորք կմցնեն, դրա կարիքը չունեն, արդեն մտածա Հայաստանում այդ զորքը, բայց իրենք ունեն ազդեցության լծակներ կփորձեն օգտագործել, տեսնեն ինչպես կարող են ընտրություններին կատարել իշխանապողություն։ Չի ստացվի, իրենք կանցնեն արդեն այլ տարբերակների։ Այսինքն չեն ուզում Հայաստանից դուրս գան ամեն դեպքում, պարոն Պապյան։ Իհարկե չեն ուզում։ Եվ դա ասեմ Ռուսաստանի ամենամեծ սխալներից մեկն է, ես ժամանակին իսկ այս հարցերը 90-ականներն է դեռ ռուսների հետ քննարկվում են, ժամանակին ենք իհարկե ավելի թույլ են, բայց նկատել մենք փորձում ենք իրենց բացատրել, որ նայեք, ավելի լավ ձեր հարևանությամբ ունենալ բարեկամ երկիր, որոշակի անկախությամբ, որտեղ միևնույն է լիակատար անկախություն հնարավոր չէ, հիմա էլ հնարավոր չէ, տնտեսական կախվածության բանից, անկախություն եւ հարգել այդ անկախությունը, քան փորձ անել ամեն ձև նսեմացնել, ոնց որ տակը դնել եւ դրանով ունենալ քո ներսում, բայց ճշտամական երկիր, որ իրենք հաճախ անում են։ Ցավոք սրտի արդեն Բժինսկի ժամանակին ասում որ Ռուսաստանի այդ հարաբերությունները կարող են երկու տեսակ լինել, կամ Ռուսաստանի թշնամին կամ Ռուսաստանի վասալը։ Ռուսաստանը դաշնակից կամ բարեկամ չի ընդունում։ Այդ մտածողության հարց է։ Ժամանակին երկու հզոր կայսրություն կային ֆրանսիական եւ բրիտանական։ Եվ երբ որ ՍՍՄ երկրորդ համաշխարհայինից հետո նաև իր վարկի բարձրացման եւ փողեր դնելով սկսեց այդ կայսրությունները քանդել եւ նաև օբյեկտիվ իրավիճակ էր, ֆրանսիացիները փորձեցին դիմադրել, դուրս չգալ։ Դրա համար օրինակ նույն Ալժիրում, Թունիսում, այլուրեք սկսեց որոշակի զինված պայքար, ահագին վատ ձևով այդ ամբողջը եւ այսօր չկա ֆրանսիական կամ Ֆրանսիայի համադաշտություն, Commonwealth։ Բրիտանացիները այդ ճանապարհով չգնացին։ Բայց ֆրանկոֆոն երկրները դրանք չեն, պարոն Պապյան։ Ֆրանկոֆոն երկիրները ֆրանսեր է խոսացող երկիր է, Commonwealth չի։ Այսինքն ես երբ որ Կանադայում հավատարմագիր եմ հանձնում, հավատարմագիրը հանձնում եմ միապետի, բրիտանական միապետի անունով, որովհետև այս երկրի ղեկավարը թիվ 1 անձը էլի մնում է բրիտանական միապետ։ Այսինքն ինքը 52 երկիր այդ Commonwealth-ի մեջ, համադաշտության մեջ ունի։ Աֆրիկայից սկսած, չգիտեմ, ամենտեղ էր, հաճախ դա ձևական, հաճախ էլ ձևական չի, այսինքն դա ազդեցությունը, բայց ամեն դեպքում ինքը դա պահեց, այսինքն ինքը փափուկ հեռացավ։ Ընդհանրապես բրիտանացիները շատ այդ առումով իրենց դիվանագիտությունը եւ քաղաքականությունը շատ ավելի խորամանկ ու խորում կա։ Ի տարբերություն ֆրանսիացիների, առավել եւս ի տարբերություն ռուսների։ Ռուսերն այդպես չի։ Մենք շատ ենք շփվել, դուք էլ եք շփվել, գիտեք, դա ինչ որտեղ գալիս է պետական քաղաքականությունը, գալիս է նաև անհատական բնավորության գծից, որը վերաճում է դառնում է հավաքականության մտածողություն, հասարակական մշակույթի մի մաս, հետո նաև պետական մշակույթի։ Պետական, այսինքն պետական մշակույթը այդ ձև է դառնում եւ այլն։ Դրա համար չի ուզում ամեն ինչ պիտի անի ինքը չգնալու համար, բայց չի կարա։ Մենք պիտի օգնենք, որ ինքը գնա։ Բայց ամենակարևոր հարցն է, որ իր փոխարեն թուրքերը չգան։
Այս ամենաշատ կարևոր։ Մենք ինչ ենք քննադատում Նիկոլ Փաշինյանին, որ գտնենք, որ նա քիչ արեց, ժամանակին չարեց, հիմա էլի ինքը չի բանանում, եւ ամբողջ 7 տարին կալեր կրկնակի եւ երրակի ավելի խորացված հարաբերություններ ունենան, եւ այս դեպքում Ռուսաստանն ավելի զուսպ լինի, Հայաստան։ Ու մեղքով, այս միջոցներով է գործելով Ռուսաստան-Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Այն մարկանցով, ում այսօր նույն Նիկոլ Փաշինյանը անվանում է նախկիններ, թալանչիներ եւ այլն։ Դա միջոցները անօրինական են, ինչ են իրանց ձեռքում։ Ինչ են իրանց ձեռքում, որովհետեւ մենք լավ ենք հասկանում, որ ընտրապայքարի միջոցները, որը վերաճում է դառնում է մեդիա միջոցներ, դառնում է կազմակերպչական միջոցներ եւ այլն, շատ կարեւոր է։ Պետք է ընդունենք նաեւ, որ Հայաստանում քվեարկությունը ցավոք սրտի գաղափարական չի, այլ ըստ բանի է, հնարավորությունների է։ Մենք տեսել ենք, չէ՞, քաղաքական ուժը ով շատ է ծախսում, այլ շատ է քվե ստանում։ Սա իրողություն է, որ անում է նաև Նիկոլ Փաշինյանն է անում։ Հիմա ստացվել է, որ այսօր մենք ինչ ունենք, մենք ունենք վատ եւ ավելի վատ տարբերակ։ Մեկը Նիկոլն է, մեկը ռուսական ուժերը։ Թե որն է ավելի վատը, չեմ հիմա չգիտեմ, ըստ տարբեր մոտեցման է, էլի, բայց մեկը հաստատ վատ է, մեկը ավելի վատ է։ Մենք լավ ընտրություն չունենք այսօր, ցավոք սրտի, որտեղ արևմտամետ ուժերը, իսկապես արևմտամետ ուժերը եւ ազգային ուժերը այսօր իրենք հնարավորություններ ըստ էության լուսանցքում են դրված, որտեղ այդ հնարավորությունները չունեն։ Ոսկի գնում է այսօր հարյուրավոր մի քիչ շատ եմ ասում, տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումների մասին պայքարի մեջ։ Այո։ Մեր եթերաժամանակը ավարտին մոտեցավ, պարոն Պապյան։ Մենք հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք։ Այսօր այսքանը Modus Vivendi-ներ եթերում Արա Պապյանի հեղինակային հաղորդաշարը, այն ձեզ համար Դավիթ Խումարյանը վարեց։ Հաջորդ շաբաթ կհանդիպենք, մի փոխեք ռադիոընդունիչի ալիքը։